Պարոն Սարգսյան, պաշտոնանկությունների հետ կապված ինչու միայն Բդոյանը եղավ պաշտոնանկ արված պաշտոնյան։ Միայն նգնեից միայն Բդոյանը չէ։ Ովքեր են։ Այս տարվա առաջին կիսամյակի ամփոփման ընթացքում ներքին գործերի նախարարը, ինչպես գիտեք, բոլոր մարզերում անձամբ է ամփոփել ծառայությունների կատարած աշխատանքը եւ Արմավիրի մարզում ամփոփումից հետո կարող եք հրապարակված է նաեւ ներքին գործերի նախարարության կայքեջում հրապարակված ռելիսում կարող եք տեսնել, որ ներքին գործերի նախարարը մտահոգություն է հայտնել միջանձնային լարված հարաբերությունների շուրջ մարզում դեպքերի շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ հանձնարարել է ակտիվացնել այդ աշխատանքները։ Ամփոփումից հետո բառացիորեն օրեր առաջ սեպտեմբերի սկզբին ծառայությունից ազատվել է մարզի բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը, ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, նշեմ, որ սեպտեմբերի սկզբին հստակ օրը այս բանը չեմ հիշում, ինչը պայմանավորված է 6 ամսվա ամփոփումներով։ Ազատվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը, ցանկանում եմ նշել, որ Վաղարշապատի բաժինն է պատասխանատու նաև այդ հատվածի օպերատիվ իրավիճակի համար եւ երեք հայտնեցինք, որ նաև ծառայությունից ազատվել է Այսքան մարդ է ազատվել, սակայն կարծես դա չեն քաղել, հա, ու այս միջանձնային ձեր նշած հարաբերությունը նշանակել նարված մնալ, այսինքն եկել են օրերը, չգիտեմ, գուցե ԺՊ է նշանակվել, բայց մարզում կրիմինալ դեպքերի պակաս չկա։ Մարզում կրիմինալ դեպքերի հետ կապված թույլ տվեք չհամաձայնել պնդմանը, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ Մերձավանի միջադեպին, ես կարող եմ նշել, որ ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Կներեք, ես այս առումով որոշակի պարզաբանումներ անեմ հետագա նաև հարցերը կանխելու համար։ Փետրվարի 5-ին Մերձավան համայնքում մի խումբ անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել, եւ նաև հնչել էին կրակոցներ, ըստ քննության արդյունքների միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ։ Դրա հետևանքով շարունակվել էր ծեծկռթուքը, հնչել էին նաև կրակոցներ եւ ծեծկռթուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք եւ մահացել էր։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրավապահները բացահայտել էին այս դեպքը, տասնյակից ավելի անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կային եւ գործը ուղարկվել է դատարան։ Ըստ էության սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է միջազգային հարաբերությունների կոնֆլիկտի տրամաբանության մեջ, իսկ այս վերջին դեպքով սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը Վալոզիա Գրիգորյանը։ Մի հարց էլի։ Կներեք, էլի ես այս ամեն ինչը բացատրեցի, որ ասեմ։ Չէ, ցանկանում եմ նաև նշել, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ։ Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն եւ հերթական անգամ պարզեն հարաբերություններ։ Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներ են տարվել։ Բազմաթիվ նման դեպքեր կան, ես կրկնում եմ տասնյակից ավելի։ Պարոն Սարգսյան, տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքը հնարավոր է եւս շարունակություն ունենա։ Այսինքն վրեժ նման դեպքերում հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, ոստիկանական հենակետեր կան տեղադրված եւ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Ես իմ բրիֆինգի սկզբում էլ նշեցի, որ մեր
մինչ այս պահը չմեկնաբանելը նաև դրա հետ է։ Պարոն Սարգսյան, քանի որ իրավիճակը կներեք այս